Երկրի վրա քայլող քաջարիությունները և երկնքում սավառնող հերոսարծիվները։ Հեղինակ Մատինա Մարինե Մանուկյան։ Ղարիբ Հայասերի Սահակյան, ապրիլյան պատերազմի անմահ հերոս, ծնվել է 1987 թվականի օգոստոսի 8-ին Արցախում, Հադրութի շրջանի Տող գյուղում, ծնված օրից չտեսնելով հայր, ով զոհվել էր արցախյան առաջին ազատամարտի ժամանակ, գյուղի բնակիչների հետ հայրենի գյուղը պաշտպանելիս զգացել է հոգսի ու տանջանքի դառնահամը։ Երևի դա էր պատճառը, որ խելոք ու համեստ երեխա էր, իսկ դեմքին շատ լուրջ դիմագծեր կային, եղել է մոր աջ ձեռքը, օգնել է տան գործերում և նրա հոգսը հավասարապես կիսելով դարձել նրա սատարն ու նեցուկը, սակայն մայրը տիկին Նաիրան, լինելով երեխային մեծացնելու հոգսի մեջ, ամուսնացել է երկրորդ անգամ, այդ ժամանակ նա 10 տարեկան է եղել, շատ չանցած ծնվել է նրա փոքր եղբայրը Բագրատը, այսպիսով նրանք երկու եղբայր էին, դպրոց հաճախել է 1994 թվականին, տարրական օղակում, սովորել է գյուղի դպրոցում, իսկ 5-րդ դասարանից հաճախել Արցախի Արևշատ գյուղի դպրոցը, եղել է հարվածային ու պարտաճանաչ աշակերտ, սիրել է ռազմագիտությունն ու ֆիզկուլտուրան, ամրակազմ պատանի է ձևավորվել, որի վառ ապացույցն է 8-ից 9-րդ դասարաններում 70 կիլոգրամանոց ծանրաձող բարձրացնելը, մեծանալով այնպիսի երիտասարդ էր ձևավորվել, ում վրա միշտ կարելի էր հույս դնել, ով միշտ օգնում էր ցանկացածի, ում ինչով կարողանում էր, տարիների ցավն ու հոգսը նրան ոչ թե չարացրել էին կյանքի հանդեպ, այլ ավելի բարի, նվիրված ու պատրաստակամ անհատ էին դարձրել։ Նա դառը մանկություն է ունեցել, աշխատել է տարբեր տեղեր, որ գումար վաստակի և միշտ այն տվել է մորը, ապա մեծ եղբոր իրավունքով դաստիարակել է փոքր եղբորը, ավելի ուշ, երբ մայրն ամուսնացել է 3-րդ անգամ, հայրաբար մեծացրել է մոր 3-րդ ամուսնու տղաներին, ովքեր վաղաժամ որբացել էին կորցնելով իրենց մորը։ 2006 թվականին զորակոչվել է բանակ, Ասկերան, ապա Բալուջա, ծառայել է պատվով և մեծ սիրով, 2007 թվականի մայիսի 9-ի զորահանդեսի նախապատրաստման աշխատանքներին, ապա զորահանդեսի անցկացման ժամանակ ակտիվ մասնակցության համար պարգևատրվել է պատվոգրով, զորացրվել է 2008 թվականին կրտսեր սերժանտի կոչումով, սակայն մնացել է համակարգում և որպես հետախույզ անցել պայմանագրային զինծառայության, նույն թվականին էլ ամուսնացել է Գորիսի Խնձորեսկ գյուղի գեղեցկուհիներից մեկի Աստղիկի հետ, այդ ամռանը Տող գյուղ են գնացել մասնագետներ համակարգչային դասընթացներ անցկացնելու, մեր հերոսն այնտեղ է եղել, պայմանագրային ծառայության մտնելու նպատակով, Աստղիկն էլ Գորիսից է եկել, որ մասնակցի այդ դասընթացներին, այդտեղ էլ հանդիպել են, շփվել իրար համակրել և նույն տարվա դեկտեմբերին ամուսնացել, նրանք իրենց համատեղ կյանքում ունեցել են 3 առուզավակ, հայրենիքի ապագա 3 պաշտպաններ, 2009 թվականին ստացել է պատվոգիր, ապրիլի 13-ից 23-ը անցկացրած օպերատիվ մարտական զորավարժության ժամանակ պարտականությունների բարեխիղճ կատարման և պատրաստության բարձր ցուցանիշներ ցուցաբերելու համար, 2010 թվականին դիպուկահարների հավաքների ժամանակ պարգևատրվել է պատվոգրով, որպես լավագույն արդյունք ցուցաբերած դիպուկահար
2011 թվականին որպես հետախույզ դիպուկահար ստացել է պատվոգրեր դիպուկահարների հավաքների ժամանակ ֆիզպատրաստության, հրաձգության և կրակային պատրաստության ժամանակ լավագույն արդյունքներ ցուցաբերելու համար։ Փոքր որդու Ալենի ծնված օրը 2014 թվականի ապրիլի 1-ին նա կորցրել է մարտական ընկերոջը, ով զոհվել էր հակառակորդի գնդակից։ Նրա հոգին և սիրտը բաժանվել էին երկու մասի՝ ցավ, կսկիծ, դառնություն և որդու ծնունդի բերկրանք ու ուրախություն։ Առավել գերակշռող զգացում չկա, երկու զգացողության զգացում էլ պատրաստ էր գոռալով հեկեկալ, թե ուրախությունից, թե վշտից։ Այնուամենայնիվ տուն գալով լռել է ընկերոջ կորստի մասին, իսկ երբ հարազատներն իմացել են այդ սոսկալի իրողությունը, կարծել են, թե ապրիլ 1-յան կատակ է։ Քավ լիցի, նման դաժան փաստը, հոգիդ ծվեն անող լուրը մի՞թե կարելի էր կատակի վերածել։ 2015 թվականին ստացել է ավագ սերժանտի կոչում և նշանակվել որպես հատուկ նշանակության վաշտի 3-րդ խմբի առաջին ջոկի հետախույզ դիպուկահարի, 3-րդ խմբի 2-րդ ջոկի հրամանատարի և 2-րդ խմբի առաջին ջոկի հրամանատար և խմբի հրամանատարի տեղակալ, ապա նույն թվականի մայիսի 5-ին պարգևատրվել է պատվոգրով Հայաստանի Հանրապետության զինված ուժերում մարտական պատրաստության գործում ունեցած բարձր ցուցանիշների համար, ինչպես նաև հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 70-րդ տարեդարձի և Շուշիի ազատագրման օրվա առթիվ։ Նաև ծառայության ընթացքում պարգևատրվել է նաև Հայաստանի Հանրապետության զինված ուժերի 20-ամյակին նվիրված մեդալով։ Թեպետ նրա անունը Ղարիբ էր, բայց ընտանիքում և ընկերական միջավայրում Գարիկ էին ասում։ Երբ դարձել է պայմանագրային ծառայող, ամուսնությունից հետո կնոջ հետ տեղափոխվել են Հադրութի շրջանի Արևշատ գյուղ։ Մայրը՝ տիկին Նաիրան, չի ուզեցել, բայց նա ասել է. «Մամա, ես ուզում եմ, ես սիրում եմ, համ էլ եթե բոլորը դուրս գան, մեր հողը ով պիտի պահի»։ Ու պահեցիր հերոս ջան, պահեցիր կյանքիդ գնով։ 2015 թվականի հոկտեմբերի 14-ին մեծ որդու Անգելի ծննդյան օրն էր և հնչեց տագնապ։ Նրան կանչեցի զորամաս, ստիպված էր գնալ։ Վերադարձել է 1 ամիս անց։ Հերոսացին մայրը՝ տիկին Նաիրան, ժպիտով հիշում է. շատ հանգիստ, շատ խելոք, շատ պարտաճանաչ էր։ Անընդհատ մտածում էր. ասում էի, ինչու մի բառ չես խոսում։ Ասում էր. մա ջան, ինչ խոսեմ։ Ապա ասում են, երբ հումոր էր անում, սառած մի սուտ էր հնարում, մեկ էլ ծիծաղում էր, թե խաբել եմ։ Միշտ աշխատանքից հետո տուն էր մտնում այն տրամադրությամբ, որ պիտի վայելի մոր կամ կնոջ պատրաստած տոլման։ Նա իր երեխաներին շատ էր սիրում ու երբեմն էլ պատահում էր, որ առանց հաց ուտելու սկսում էր խաղալ նրանց հետ, միասին նաև մարզվում էին։ Նա ուզում էր նաև աղջիկ ունենալ, որ մոր անունը հավերժացներ։ Այնինչ մորից շուտ ինքը բռնեց հավերժի ճամփորդի ճամփան։ Երեխաներին ապեր էր ասում, իսկ կնոջը Աստղիկին բալաս։ Միշտ ասում էր. մեծ երեխաս էլ դու ես։ Նրա ցանկությունն էր, որ որդիներից մեկն ուսուցիչ դառնա, մյուսը բժիշկ։ Ասում են, երբ կինը տան գործ էր անում, նրան սիրով օգնում էր կամ էլ երեխաներին խնամում։ Առհասարակ տեղ գնալ չէր սիրում, միշտ ուզում էր ընտանիքով տանը լինեին։ Գուցե հոգին զգում էր, որ ընտանիքից շուտ է բաժանվելու, դրա համար
ձգտում էր հնարավորինս շատ ժամանակ անցկացնել ընտանիքի անդամների հետ ու նրանց կողքին լինել։ Մեր հերոսը տանը զինվորական չէր, բայց ասում են ծառայողական հագուստից բացի մի երկրորդ ձեռք զինվորական համազգեստ էլ գնել էր տանը հագնելու համար, այսպես ասած որպես տնային հագուստ։ Որդիները նույնպես հետևում էին հոր օրինակին ու զինվորի պես էին հագնվում։ Նա ծառայության մեջ էր լինում նաև հենց իր ծննդյան օրը։ Կինն ու երեխաները գիշերը ժամը 24:00-ին հեռախոսազանգով էին շնորհավորում նրան։ Երբեմն բաց էր թողնում նաև կնոջ ծնունդը, անակնկալն ընկերներն էին մատուցում։ Մի ծննդյան օրվա մասին կիսաժպիտ հիշում է կինը, Աստղիկը։ Դուռը բացեցի, տեսա Գարիկ ընկերներից մեկը մի փունջ վարդ է բերել։ Հարցրեցի ով է տվել, ասաց դե տվել են էլի։ Գործից եկավ, լուրջ նայեց ու հարցրեց էս աղիկը որտեղից։ Հետո ասաց ես եմ ուղարկել։ 2013 թվականի մարտի 13-ին միջնեկ որդու Ալեքսի ծննդյան օրը տուն չեկավ։ Հաջորդ օրն եկավ միայն եւ այդ օրն են նշել փոքրիկի ծնունդը։ Ապա մյուս առավոտ կրկին գնացել է մի շաբաթով, սակայն եկել է 13 օր անց, մարտի 28-ին։ Նա երբեք չի սիրել խոսել իր աշխատանքից եւ սահմանի վիճակից, երբ դիրքեր է բարձրացել։ Ամեն անգամ կինն ամբողջ գիշեր լացել է, դրա համար էլ նա տանը երբեք ոչինչ չի պատմել։ Աստղիկը վախեցել է միշտ, հաճախ է զանգել եւ լացելով խոսել, որին ի պատասխան նա միշտ ասել է. ամեն բան լավ է, վախենալու բան չկա։ Աստղիկը բազմիցս է ցանկություն հայտնել տեսնել այն զորամասը, որտեղ ամուսինն է ծառայում, իսկ մեր հերոսը միշտ հրաժարվել է նրան զորամաս տանել։ Այդ մասին պատմում է ինքը, Աստղիկը։ Ասում էի ինձ էլ տար տեսնեմ, որտեղ ես աշխատում, որտեղ ես քնում։ Ինքն ասում էր ես քեզ ոնց տանեմ, էնտեղ լրիվ տղաներ են։ Մի անգամ զորով համոզել էի, որ պիտի տանի, տարավ, զորամասի միջով անցկացրեց, չթողեց մեքենայից իջնեմ։ Հարցրեց տեսար, ասի ճանապարհը տեսա, բայց չգիտեմ որտեղ ես քնում։ Կատակում էր, կառավաթի վրա եմ քնում, բայց դե գիտեի, որ քնապարկերում են քնում։ Հերոսացին մայրը հիշում է, վերջին ամիսներին որդու սիրտը մի վատ բան գուշակում էր։ Թորանս Ալեքսի ծնունդն էր, ասաց մամա, արի պարենք։ Ես նրա կինը, Աստղիկն ու ինքը պարեցինք, ապա ասաց մամ ջան, դու տղամարդ կին ես, երեխաներիս լավ կպահես։ Երբ գնում էր դիրքեր, միշտ կապի մեջ էր լինում ընտանիքի հետ։ 2016 թվականի մարտի 31-ին գնացել էր դիրքեր ու երեխեքի հետ չէր խոսել։ Նրանք արթնացել, տեսել էին, որ հայրը գնացել է, լացել էին, թե ինչու չի զանգում։ Այդպես անհանգիստ ձևով հայրիկի զանգին սպասել էին մինչև ապրիլի 4-ը։ Այդ առավոտ զանգել էր, դիվերսիան վերջացել է, արդեն գալիս ենք գործի տեղը։ Աստղիկը լացակումած մի նախադասություն հիշեց, հետո զանգեց, թե երեխեքին լավ կնայես, ապա արցունքների միջից հավելեց անընդհատ զանգում էի, անհասանելի էր։ Մարտի 28-ին եկել էր տուն, հաջորդ օրը 29-ին նորից գնացել էր ու մի օր անց զանգել էր կնոջն ասել ինձ չզանգես, տեղս կիմանան, բայց կյանքում առաջին անգամ
այդ պարտաճանաչ ու իր զինվորական խոսքի տև երիտասարդը չպահեց իր խոստումը, չպահեց, դժվար է ասել, թե հակառակը պահեց ու հանուն նրանց խաղաղության երկինք խոյացավ, որ այնտեղից պաշտպանի իր երկիրն ու ընտանիքը։ Մեր հերոսն իր զինակից ընկերների ավագ սերժանտ Նվեր Սիմոնյանի և շարքային Ազնավուր Բալայանի հետ մարտական առաջադրանքը կատարելիս զոհվել է ապրիլի 4-ի առավոտյան դեպի 9-րդ պաշտպանական շրջան թշնամու առաջխաղացումը կասեցնելիս։ Նրանք այն հետախույզ դիպուկահար եռյակ հերոսներն էին, որոնք պատերազմի օրերին ստացան 3 հրացանակիրներ անվանումը։ Այդ 3 հրացանակիրներն էին խփում թշնամուն և դիրքեր վերադառնում, ուրախ կատակելով։ Նրանք էին Ղարիբը, Նվերն ու Ազնավուրը, Փառք Մերքաջի և նրա մարտական ընկերների հիշատակին։ Նա հետմահու պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության և Արցախի արիություն մեդալներով։ Մեր աննկուն քաջի ընկերները սրտի ցավով ու հպարտությամբ են խոսում իրենց մարտական ընկերոջ մասին։ Նա շատ հարգված ու սիրված էր բոլորի կողմից։ 1000 հոգու մեջ իր քաջությամբ միանգամից աչքի էր ընկնում, քաջի նման էլ զոհվեց։ Մյուս զինակից ընկերը հատուկ նշանակության ջոկատի զին ծառայող արիություն մեդալի մեդալակիր Սևակն ասում է. նրանք 3 հրացանակիրների պես 3 անբաժան ընկերներ էին և կռվում էին անվարան, խոցում նռնակա նետերով ու դիրք վերադառնում ուս ուսի կատակելով։ 3 օր մարտնչեցին, դիմադրեցին, 3 օր կռիվ տվեցին, ամեն մեկը 100-ից ավելի արկ կրակեց։ Դա նրանք անում էին հմտորեն և իրենց ոգեշնչող կոչերով մեր կողքին էին, բայց նրանք խոցվեցին հակառակորդի տանկի կողմից։ Խորը ցավ եմ ապրում, ինչ իմանայինք, որ դա մեր համատեղ վերջին կռիվն էր։ Ղարիբը ծառայության ընթացքում պարգևատրվել էր արիության համար մեդալով։ Ազնավուր Բալայանի հայրն ու քեռին զոհվել էին Արցախյան առաջին պատերազմի ժամանակ, իսկ Նվերը հավերժացավ եղբոր ձեռքերի մեջ։ Մեր հերոսն ու իր զինակից ընկերները, ովքեր հայտնի էին որպես 3 հրացանակիրներ, հետմահու պարգևատրվել են Հայաստանի Հանրապետության արիություն և Արցախի մարտական ծառայություն մեդալներով։ Փառք նրանց հիշատակին, խոնարհվում ենք նրանց առջև, նրանց երբեք բացակա չենք դնի։